Նիկոլ Փաշինյանը ասում է, որ թոշակները եթե ավելացնեն, թոշակառուն չի իմանա ինչի վրա պետք է ծախսի, բայց տեսնում ենք, որ պարգևավճարներ է բաժանել իր կաբինետի պաշտոնյաներին, արդարացված են ըստ ձեզ այդ պարգևավճարները։ Թոշակառուն ուրեմն չի, թոշակառուն պատկերով է խանութներում կնուններ կատարում։ Իսկ իրանք այդ պարգևավճարները ո՞նց են ծախսում, թոշակառունի վրա են գցել։ Նիկոլ Փաշինյանը ամեն օր սրտիկներ է ուղարկում քաղաքացիներին, ասում է, որ շատ է սիրում իրենց։ Սուտ է, ինքը քաղաքացիներին չի սիրում, առավել ևս Հայաստանին չի սիրում։ Հայաստանը վաճառել է։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ թոշակառուների թոշակը ավելացնենք, թոշակառուն չի իմանա ինչի վրա պետք է ծախսի այդ ավելացած գումարը։ Դուք գիտեք ինչի վրա եք ծախսում, ինչպես եք ծախսում։ Գիտեն ամենի վրա է դի ծախսել։ Թոշակը սկալանքի տակ է։ Մեզ մասը միայն է։ Քնել էի, հիմա ծառայել ստորագրեն բդի, չէ ստորագրը երկու ամսով կալանքի տակ է մնացել։ Իսկ լսել եք պարգևավճարների մասին, 3 միլիարդ պարգևավճար է բաժանվել նախարարներին, Փաշինյանն էլ է ստացել այդ պարգևավճարից, դա արդարացված է ձեզ։ Ճանաչողները ո՞նց պետք է իմանան։ Իսկ Փաշինյանի պահվածքը արդյոք ղեկավարին հարիր էր, երբ նա թմբուկ է նվագում, սրտիկներ է ուղարկում ժողովրդին, սրտիկներ է ուղարկում, հեծանիվ է քշում։ Նորմալ համարում եք, որ ղեկավարը այդպիսի բաներով է զբաղվում, կարևոր հարցերը թողած։ Ցույց տա ինքը ժողովրդի միջից է, ժողովրդական է։ Ինձ մենակ մի բան էր, հետաքրքիր թե որտեղից որևիցե մեկին նման մի թոշակառուն չգիտի ինչի վրա ծախսի եւ արդյոք Նիկոլ Փաշինյանը երբևէ գնացել է միայնակ թոշակառուի տուն ու տեսել է թե ոնց է ապրում այդ թոշակառուն, ինչ պայմաններ։ Իսկ եթե ինքը գիտի թե իր պարգևավճարը ինչի վրա է ծախսելու, ես չգիտեմ, տպավորություն կա, որ ինքը գիտե իմացել է թե իր պարգևավճարը ինչի վրա է ծախսելու, բայց այ մեր հարևան Գայանե տատիկը այդ 10,000 դրամը չի իմանալու թե որտեղ ծախսի, հա, երբ որ ամենատարագան, ուրիշ բան չեմ ասում, տեղորայքի մենակ մասով յուրաքանչյուր թոշակառու առողջությունից ելնելով 10-ից 20,000 դրամ, հա, 50-ից մարդիկ Հայաստանում ծախսում են այդ տեղերի վրա։ Փաշինյանը իր սոցցանցի էջով սրտիկներ է ուղարկում, ասում է շատ է սիրում Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին։ Որպես քաղաքացի դա ձեզ վերագրում եք իր այդ սրտիկները եւ իր պահվածքը, ինչպես եք գնահատում, դա հարիր է արդյոք երկրի ղեկավարին։ Տեսեք, մարդը եթե սնանկ է, Նիկոլ Փաշինյանը արդեն սնանկ է, իր խոսույթով, իր առաջարներով, կոնտենտով, հա, որովհետեւ առաջ ինքը չէր զլանում մի ամբողջ նախադասություն էր ասում էր սիրում են բոլորիդ Հայաստանի հպարտ քաղաքացիներ, չէ, նման մի բան էր ասում։ Հա, այսօր ինքը տեսնում է, որ այդ զինանոցում իր քարոզչական այդ չի աշխատում, դրա փոխարեն անցավ ժեստերի լեզվին, որը աշխարհում շատ ընդունված է։ Բայց Հայաստանյան իրականությունը միշտ անգամ համաշխարհային տենդենսներից դուրս է։ Ու Հայաստանում այդ սրտիկները հələ պատկերացրեք, էլի Անտոն Քոչինյանը իր կառավարման տարիներին հեռուստացույցով շնորհավորանք կամ ելույթ ունենալու վերջում կամ առանց ելույթ ունենալու սրտիկաներ։ Մատները վեր կանեին, քունքին կմոտեցնեն, կասեին այս մարդն ինչ եղավ, չէ։ Հայաստանում այդպես է, Հայաստանում մինչև այսօր որևիցե մեկի համար դա անկալելի լինել չի կարող։ Այլ բան է, որ իր թիմակիցները փորձում են դա տրենդի վերածել ու փորձում են դրա հետ կապված ինչ-որ քարոզչական դիվիդենդների հասցնել այդ քայլը քարոզչական, բայց ինձ թվում է դրանից էլ են հոգնելու մի պահ հետո։
տեղյակ եք, որ պարգևավճարներ են բաժանվել նախարարներին, պատգամավորներին, փոխվարչապետերին։ Նիկոլ Փաշինյանը ասում է թոշակառուների թոշակը, եթե ավելացնենք, թոշակառուն չի իմանա ինչի վրա է ծախսելու կամ ինչպես է ծախսելու։ Պարգևավճարները արդարացված համարում եք, որ ստացել են նախարարները։ Ժողովուրդը շատ լավ տեղյակ է այդ բանից, լրիվ ազգային ժողովի այդ անդամներին, նախարարներին միլիոն դրամներով պարգևավճար են ստացել բոլորը, լրիվ, բայց խիղճ թոշակառուի թոշակը մի 10,000 դրամ չավելացրեց։ Փաշինյանը սրտիկներ է ուղարկում քաղաքացիներին, դուք դա ձեզ վերագրում եք եւ արդյոք լուրջ պահվածք է ղեկավարի համար։ Չեմ ընդունում։ Տեսել եք նաև, որ Փաշինյանը նվագում է, հրավիրում է դիսկոտեկների, պարահանդեսների, դա ղեկավարի պահվածք է ձեզ։ Ոչ,